Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Սկսում ենք նոր վլոգ եւ վլոգը սկսում ենք հենց շաբաթ օրվանից, իսկ դուք գիտեք շաբաթ օրը մեր գնումների օրն է, հնարավորինս ինչ գնումներ որ ունենք անելու, մեծ գնումներ աշխատում ենք շաբաթ օրվա վրա թողնել։ Այսօր Ալենը, Էլենը, ամուսինս ու ես ենք։ Այսօր Էլենին է բերել, որ իր համար Էլենը ընտրի սիրուն շորեր, շալվար մալվար գնացինք։ Տակոյից ոչ մի բան էլ չգնեցինք, որովհետև նոր տեսականին դուրս չեկավ Ալենին։ Հիմա եկել ենք առևտրի կենտրոն ու հենց միանգամից մտնում ենք H&M, համոզված եմ, որ այստեղ հաստատ Ալենը կգտնի իր ուզածը։ Մենք ընտրել ենք, հենց մտանք ու այս դարբեր հələ պահի ես։ Գիշու։ Այսի բան արեց, այս լայն ջինսերը։ Սենց 3 գույնն էլ կա, հիմա տանենք հագնի, տեսնենք։ Բռնել ենք, այսպես նույնն է, այլես մի քիչ սևը բաներ ունեն, Իսկ կա։ Ոչինչ կամար։ Լավ, բռնի։ Նայենք ուրիշ տեսակ էլ կա։ Սիրելիներս, եկել ենք Billa Plus, իհարկե Ալենի շորերը գնելուց հետո Billa Plus-ը մեծ հիշողություններ է արթնացնում, մենք երբ Վիեննայում ենք, ինքը կոչվում էր դեռ Մերկուր այդ խանութը, ու երբ որ Ավստրիա ենք եկել, հենց առաջի օրվանից միշտ այդ խանութը շատ ենք սիրել, շատ ենք գնումներ արել, ու ամեն մի բաժինը, ամեն մի պրոդուկտը մի բան հիշացնում է, որ երեխան որն էր սիրում ու համար, որն է ինքը գնում, այդպես ու այսպես հավեսին գնելով հասկացանք, որ մենք արդեն մեր շաբաթվա գնումները կատարել ենք այս խանութից, չնայած որ պենի անպայման պետք է մտնենք։ Մանենք մի հատ պաղպաղակ։ Դե իհարկե չենք մոռանում մեր տան ամենափոքրիկ անդամի Բինգոյի համար էլ կեր գնենք, ինչպես գիտեք, միշտ գնում ենք այս խանութից, Ֆրեսնապից, կենթանիների խանութից ու Բինգոյի համար ամենալավ կերը ու այնպես էլ չի, որ ուրիշ կեր առնենք ուտելու, հա, սովորել է արդեն դրան։ Եկել ենք հիմա էլ պենիից էլ բանջարեղեն, մրգեղեն, չգիտեմ, տեսնենք, ահա տեսնում եք, ասում եմ բան չկա առնելու, բայց դե որ նայում ես, հիշում ես, որ սա էլ է պետք ու վերջում ստացվում է մի լիքը սայլակ, ամբողջ շաբաթվա համար, մի խոսքով, այստեղ էլ գնումները վերջացնենք ու գնանք տուն։ Վերջ գնացինք։ Այսօրվա գնումներից վերջացրեցինք։ Ոյնը սորը ջերմուկից լավ բան, ջերմուկի հարկ, գազով ջուր։ Կաղամբս, որ այսպես ամբողջական դրել էի պասուց տոլմայի համար, թթվել է, ու այսօր պասուց տոլմա կսարքենք։ Մի հատ սուրճ խմենք, տանանի սուրճ խմենք, միտոն մաղալն է մաքրում, այսօր ուզում եմ ես խորոված հյուրասիրի։ Եղանակը լավ է։ Դե խորովածը դնենք կրակին ու գնանք արդեն սեղան պատրաստենք, չնայած որ աղջիկներին ասել եմ արդեն, աղջիկները պատրաստությունը տեսնում են, բերեն ու որոշել ենք պատշգամբում նստել։ Միտոն խորոված անում, Սյուսկան ու Զոյկան էլ պարում են։ Այսօր նաև գինին ենք վայելելու, հələ Սյուսկան փորձի չեմ ասելու, որ իմ սարկածն է, փորձի տեսնենք ինչ է ասելու, մի հատ նայեք էլի թափանցիկությունը։ Ինձ պահում, որ ես ես դնեմ։ Գնանք, տեսնենք եղավ։ Գնացինք անուշանենք։
Դե ինչ հացը կերանք ու հիմա իջել եմ ներքև, պատրաստում եմ պասուց տոլմայի խճողակը, լավ առատ ձիթայուղի մեջ առատ սոխարած ենք անում, երբ որ արդեն ոսկե գունում է, ավելացնում եմ կարմիր պղպեղ, սև պղպեղ, չորացած առատ կանաչիներ, թարմ կանաչիներ, տոմատի մածուկ եւ այն բոլոր հատիկավորները, որը որ ուզում եք, իմ համար չկան բացառությունների, ես ավելացնում եմ լոբի, սիսեր, գարող, ոսպ եւ մի փոքր նաեւ կարտոֆիլ եմ ավելացրել, մի քանի հատիկ, չգիտեմ, հիշում եմ, որ տատիկս այդպես էր անում ու նաեւ տատիկս բլղուրի փոխարեն ավելացնում էր աղացած ձավար ու այդպես ավելի լավ է ստացվում ու ավելի լավ է կպնում, այս անգամ աղացած ձավար եմ ավելացրել, հա ու մեկ էլ մի փոքր կուսկուս։ Քանի որ կաղամբս վերջացավ, քիչ էր, փոքրիկ գլուխ էր, այսինքն լավ չէր թթվել ու ճաքում էր, դրա համար էլ շարունակեցի, տեսեք նոր գնաց կաղամբով, այսպես արեցի, այն որ առաջարկում եք, ես տարիներ առաջ մի անգամ փորձել էի, բայց ճիշտն ասած առանց տոպրակի ու ինքը վառվել էր, իսկ հիմա հետևորդներից մեկը չեմ հիշում, ով ամեն դեպքում անչափ շնորհակալ եմ, որ ինձ խորհուրդ էիք տվել մի քանի վլոգ առաջ, որ ուղղակի դնեմ տոպրակի մեջ, իհարկե այն տոպրակը, որը կարելի է ջեռոց դնել ու սարսախցիկ, դրանով լավ փակել էի ու դրել էի, հիմա տեսեք ինչքան լավ է խաշվել ու 1 րոպեի վրա էի ինձ դրել, տեսեք մի հատ ինչքան լավ է, կորոշին դուրս եկավ, ինչքան լավ է խաշվել, տեսեք, ուղղակի, շատ շնորհակալ եմ լավ տարբերակի համար, իսկապես շատ լավ է ստացվել, չեմ հիշում ինչ ասեցի նախորդ վլոգում, դրա համար ասեցի մի հատ էլ միանամ, դնում ենք միկրոալիքային վառարան, այսինքն միկրովել է ու հենց միացրել էի 1 րոպեի վրա, իդեալական փափուկ, տեսեք մի հատ ու շատ արագ վերջինն էլ լցնեմ ամբողջը ու այսինքն մեծ եմ փաթաթել, երեխեքը արդեն ասլամություն են, իսկ պասուց տոլման առավել եւս, որ այսինքն մեծ ալինում վերցնեն, այսինքն կտրեն ու ուտեն հիմնականում պասուց տոլմայի սիրահարները, Էլենը, Անգելինան, Սյուսկան, այսպես մենք ենք սիրում։ Ու իհարկե որոշել էի սրա մեջ եկել, բայց փոքր լինելու, գնամ մեծ կաթսա բերեմ ավելի լավ, որ բոլորը միասին շարեն։ Սիրելիներս, տոլմաս արդեն եփվում է ու քանի որ երեկոյա ռուզենքել են գալու, որոշեցի նաև մի հատ համով բան պատրաստել ու մտքովս անցավ Նապոլեոնը, որ շատ արագ լինի ու տանել ունեի ամեն ինչ, Նապոլեոն եմ պատրաստում, այսպես ամբողջական կանեմ, որ արագ լինի ու թողնեմ մի փոքր փափկի դնեմ սառի, որ ռուզը գա ու սուրճ խմենք միասին։ Դե իհարկե ես չեմ ուտելու։ Շերտից կանեմ, շերտերն արդեն պատրաստ են, կրեմի համար էլ վերցրել էի կարակ, եփած խտացրած կաթ, որովհետև արդեն բացել էին երեխեքը եւ վերջում էլ մասկարպոն եմ մի քիչ ավելացնում, որ ավելի թեթև կրեմ ստանամ։ Սիրելիներս, տոլման արդեն պատրաստ է ու փորձելու ժամանակն է, մինչ այս մի քանի 2-3 ժամ միայն բույրն էինք վայելում, որովհետև ամբողջ տնով վերևից ներքև տոլմայի բույրն էր գալիս, արդեն պատրաստ է, տաք է ու սկսում ենք ուտել, չնայած որ մենք սառն ենք սիրում։ Ուրեմն երեկոյան ուշ ժամը ուտում ենք պասուց տոլմա եւ գինով։ Ուզում ես գինի։ Անուշ լինի համեղա։ Շատ ողջ արդեն այնքան համով է, որ ձեռներները դողում է, այսօր կարելի է խմեք ու գնացեք քնելու։ Ահա, ազդել է արդեն։ Դե իսկ սա արդեն հաջորդ օրն է, Կիրակի եւ ես ու Վիտոն գնում ենք Կիրակնորիա շուկա, թթվի համար պարագաներ գնելու, այո, մեր թթուն արդեն վերջանում է, գնանք թթվի պարագաներ գնենք այս Կիրակնորիա շուկայից։ Ուրեմն մենք վերադարձանք ու ինչ ենք գնել Կիրակնորիա շուկայից։ Շագանակ։ Այս տեսակի բաները, պամիդորները, այդտեղ դե պամիդորի մեծ սիրահարա, այս նկարով բան են վարդագույն լոլիկներն է։ Տան այնքան շատ ունենք, դե 3 առևտուր ենք արել ու գնել ենք, այս որ տեսավ ասում մի խոսքով թթվի համար, գնացել ենք հիմնականում թթվի համար էլի լոլիկ գնելու, որտեղ ասել են, որ ամեն տեղ չկա, մենակ շուկայում ա լինում, Կիրակի օրերը,
ու ընկույզ։ Շոկլովնոկ, այստեղ 10 եվրո էր կիլոգրամը, 10 եվրո ընկույզներ, 4 այսպես։ Սրանք շատ մեծերը 8 եվրո էր, սրանք 5 եվրո էր էս միջին չափերը։ Միջին մանր այսպես։ Ու վերջել ոչ մի ուրիշ բան չենք գնել այսպես։ Որովհետև դե միշտ բանջարեղեն ամեն ինչ գնել ենք երեք խանութից, չունեինք կարիքը։ Շուկայինը միշտ ավելի գեղեցիկ ա լինում, ավելի համեղ ա լինում, բայց ու թանկ։ Սենց չտանեմ սրանք լվամ, լավ մարդուշակեմ ու լցնեմ թթվիս վրա։ Ինչ մենք վերադարձանք, Էլենս արթնացել ա ու որոշել ա տիրամիզու պատրաստել վաղվա համար, որ դնի սառնան լավ սառի, այս իրենք են շատ սիրում, իրենք են ուտում, այս պեչենիկներով, այստեղ բանով, Նեսկաֆեա, Հայաստանի այսինքն, ու այստեղ էլ կրեմնա, կրեմի համար, վանիլինա, սերուցք, ձու, շաքարավազ, սերուցք չէ, մասկարպոնե, ու սերուցքա, այսպես հիմա, ու այսպես հերթով թաթախում է, այս սուրճի մեջ շարում, հետո վրան գալու է կրեմը, հետո երկրորդ շերտը, ու այսպես վերջում էլ արդեն կակաոյի փոշին, ահա այսպես հիմա վերջում արդեն կակաոն է գալու, Հիմա մի հատ փակում ենք ու դնում ենք սառնարան մինչև վաղը։ Ուրեմն որոշեցի խմորել անեմ, մատնաքաշ թխեմ վաղվա համար, համել որ երեխաներին ընդմիջմանը թարմը հաց դնեմ, այդպես անեմ, մինչև Էլենիս էլ հաց ա դնում, դեռ չենք նախաճաշել։ Ահա թխել եմ այսպիսի համեմունքներով հաց, փոքրիկ հացիկներ 2 շաբթի օրվա համար եւ մի հատ էլ մատնաքաշ ա ստացվելու։ Ու քանի որ Զոյկայիս ընկերուհին մեր տանն է, որոշեցի կակաո պատրաստեմ ու այս համեմունքներով հացով, քանի որ ականջիս հասավ, որ Զոյկան գլուխ ա գովում ընկերուհու մոտ, ասում է իմ մամայի թխած համեմունքներով հացը աշխարհում ամենահամով հացն է։ Էլենան էլ ասում է, ես ուզում եմ, բայց փորձեմ, կուզենամ փորձեմ, դրա համար կակաո եմ պատրաստում, որ այդ հացով անուշ անեն։ Ասում ես թույլալ փոխել։ Սրանք էլ այսօրվա թխածս հացերը։ Տիպիկ աշնանային եղանակ։ Լվացքը փռեցի դրսում, հետո տեսա, որ չի չորանա, մի քանի ժամ անցնելուց հետո բերեցի նորից գցեցի չորանոց ու հիմա տաքացել է։ Այստեղ հետո եղևնիներն ա կտրում, մշակում։ Ես էլ գործերս դեռ չեմ ավարտել։ Լվացքին դե պրծում չկա։ Լվացք հարթուկ վերջ չունեն։ Ուստա կոֆե խմում ես։ Վարպետիս մի հատ սուրճ դնեմ։ Ուրեմն որ բան էր եղել, արդեն տերևները թափվել են խաղողի, այս ինչ որ թողել էի, որ հետո քաղենք, ծիտիկները լավ բան են արել, այսքանը քաղեցի ու ահագին կար վրան թողել եմ էտել ծիտիկներին իրենց հալալա, թող իրանք ուտեն էտել։ Հիմա միտքը կտրեմ սուրճ դնեմ, սուրճ խմենք, ընդմիջենք մի հատ մեր կիրակին։ Այս մեր ծառի խնձորն է, երկրորդ ծառի ու այնքան համեղ ա, մի հատ նայեք ինչքան սիրուն սպիտակ ու այնքան բարձր են, ամուր ա կպած, նույնիսկ ինչքան հարվածում ենք չին գնում, դրանք ոնց ենք այդ մի քանի հատը քաղում։ Էլենս դերամիզու ա բերել, որ փորձենք, իհարկե մի պատար կփորձեմ աղջիկա սարքած դերամիզուից։ Իսկ ընթրիքի համար ավելուկ եմ պատրաստում հայկական սկեսուրիս հյուսած չորացրած ավելուկը ու շատ համեղ ա, դե սոխովը մեր համար առանց սոխնել Վիտոյի համար ու տեսեք ինչ եմ անում այստեղ
ուրեմն շագանակներ եմ բովում։ Հիմնականում ես էլ իմ մանկուց միշտ մամաս բովել է, մենք բոված ենք կերել, բայց շատերը չեն սիրում այդպես, իսկ այստեղ Եվրոպայում արդեն երբ որ սկսվում է այս Սուրբ Ծննդյան թոհուբոհը, բոլոր տեղերում Սուրբ Ծննդյան շուկաներում կան փոքրիկ կրպակներ, որտեղ վաճառում են ու բավականին թանկ են ու շատ համեղ են։ Բայց քանի որ մենք ունենք այդ սարքը, դրա համար առիթից օգտվելով մենք տանն ենք այդ ամեն ինչը պատրաստում։ Բարևի սիրելիներս, Ալենս արդեն գնում էր ու հիշեցի, որ չեմ նկարել շորերը, գնա առաջ դրես։ Այսենց հիմիկվա ոճով լայն ամեն ինչը, հնարավորինս լայն, պտտվի սենտենորվա առած այսիքն երեք չառաջել։ Այդպես։ Շնորհավոր տղես, քեզ լավ որ գնա։ Բարի լույս սիրելիներս, ողջույն, բարի երկուշաբթի առավոտ։ Սովորաբար ես առավոտյան ավտոբուսով եմ գնում աշխատանքի, բայց այսօր վիտոն ատանում, որովհետև լենզաներ ունեի, ոսպնյակներ ունեի հետ հանձնելու պոչտա, եկել ենք հիմա պոչտա, ինքը մտավ հանձնի փաթեթներս ու գնանք համել ինձ գիչացնի, հետո նոր կգնա ինքը իր աշխատանքին։ Այդպես սիրելիներս, բոլորիդ լավ աշխատանքային շաբաթ եմ մաղթում, մինչև նորից կհանդիպենք։ Ժամը 7:30 է, եկել ենք տուն ու մեզ այսպիսի ընթրիք է սպասվում, անգելը շատ համեղ կարտոֆիլով, հավի տապակած մսով շատ համեղ կոտլետներ է պատրաստել եւ փլավ։ Ողջույն սիրելիներս, այսօր գործից հետո խանութ էի մտել ու հանդիպել եմ այն ամենա իմ ուզած, որ այդքան տարի միշտ փնտրել եմ, բայց այս հաստության այսենց լավ սալ չէի գտնում։ Իհարկե ես ավելի շատ սիրում եմ պատրաստելը, չեմ այդքան շատ, ընտանիքիս անդամները չգիտեմ արդյոք կուտեն չեն ուտի, բայց դե պատրաստում եմ, սառցախցիկ կդնեմ ու ինչպես է լինի, հյուրեր կունենամ, ուտողներ հաստատ կլինեն, այնպես որ ինձ համար ավելի հաճելի է պատրաստելը, քան թե ուտելը։ Այսպես հիմա ինչ ենք անում, կհանեմ լվանա, մի հատ լավ չորացնեմ, ինքը 2 կիլոգրամ է, հա, գրեթե, համարյա 2 կիլոգրամ է, այս երևի այս սենց կամ այսենց 2 հատ, չէ, այսենց երկար 2 հատ կանեմ։ Պես հիմա կլվանամ չորացնեմ ու լավ աղ եմ անում ու դնում եմ ծակծկելու եմ, լավ աղանեմ ու դնեմ մի 2 օր, 3 օր մնա սառնարանին։ Վերջ կտրատեցի, այսինքն ամբողջ կողմերով աղ եմ արել, խոշոր աղա, հիմա մի հատ այսինքն լավ ու փակում եմ, դնեմ սառնարան։ Իհարկե ծակծկել եմ, հա չմոռանամ ասել, որ ծակծկել եմ ու կարևոր է, որ այսպես լավ մերսենք, որ մտնի այդ ծակածների արանքներով ներս մտնի։ Այո, մոռացել էի ցույց տալ, որ թթուս կիսեցի, որ առել էի անցած շաբաթ այդ ամեն ինչը։ Կիսեցի այս լավ թթվածներն առանձնացրեցի դույլի մեջ ու այսպես կարմիր դարձրեցի, այսինքն բազուկ ավելացրեցի ու մնացած ջրի մեջ նորից լցրեցի արդեն այդ սպիտակը, որովհետև համ կարմիրն ենք սիրում, համ սպիտակը ճիշտ ասած։ Սենց։ Բարի լույս։ Առավոտ շուտ։ Սեկային ճանապարհում ենք դպրոց, բոլորը գնացել են արդեն, պապան գործի է, սեկային ճանապարհում եմ ու ես էլ դուրս գամ, չէ՞։ Քունդ տանում է։ Շատ էս քնե։ Այսօր թողել եմ Ջախ ռոպեր էի։ Այսօր թողել եմ մինչև 6-ն է քնել, սովորաբար 5:30 արթնացնում եմ, այսօր մինչև 6-ն է քնել, մինչև հետո արթնացել է, պատրաստվել ենք, այսօր լավ հագեցել է քնից, համել երեկոյան շատ շուտ է սպառկել, չէ՞։ Քանիսին ես քնել, 9-ին, 9-ից քնել է երեկ, դրա համար ինձ հանգստացել է, շտա։ Լավ զոյկային ճանապարհ եմ, ես էլ գնամ, բոլորիս լավ օր եմ մաղթում։